Հայաստանում նախատեսվում է YouTube հարթակի դրամայնացման գործարկում։ Նման հարթակները կարող են նպաստել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, թվային ձեռներեցության զարգացմանը և ապատեղեկատվության դեմ հասարակական դիմակայունության ամրապնդմանը, բազմազան և վստահելի բովանդակության միջոցով։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախաճաշ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքները։ Ռուսական Ռոսատոմ պետական կորպորացիան մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետներում սկսել Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագծի իրականացումը։ Ռոսատոմը պատրաստ է արագ անցնել նախագծի գործնական փուլին, հաշվի առնելով հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնահերթությունները։ 2023 թվականին Ռոսատոմ Սերվիզը և հայկական ԱԷԿ Փակbaşնետ ընկերությունը ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը։ Հայաստանում օրենքի մակարդակով սահմանվում է անկախ կյանքի կենտրոնը որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Պետական ծրագրով թույլ է տրվում ուսման կամ աշխատանքի մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց ունենալ անձնական օգնական, որի համար պետությունը վճարում է։ Այժմ կկնքվի մեկ եռակողմ պայմանագիր հաշմանդամություն ունեցող անձի, անձնական օգնականի և միասնական սոցիալական ծառայության միջև։ Եվրոպական երկրները Ռուսաստանից էներգակիրների կախվածությունը փոխարինել են Միացյալ Նահանգներից կախվածությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հիշեցրել է, որ մշտապես հանդես է եկել ավելի ինքնիշխան Եվրոպայի օգտին։ Մակրոնը նշել է, որ Եվրոպային հաջողվել է առաջընթաց գրանցել պաշտպանության ոլորտում, ստեղծելով համատեղ ֆինանսավորում, սակայն ֆրանսիացի առաջնորդի խոսքով շարժվում են ոչ բավարար տեմպերով և ոչ բավարար մասշտաբով։ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների կրճատումը խնդիրներ է ստեղծել վաճառքի ոլորտում։ Արդյունքում Ռուսաստանը հունվարին երկրորդ ամիսն անընդմեջ նվազեցրել է նավթի արդյունահանումը, այն հասցնելով օրական 9.28 միլիոն բարել։ Սա մոտ 300,000 բարելով պակաս է OPEC+-ի սահմանած քվոտայից։ Մինչև 2025-ի սեպտեմբերը Ռուսաստանը հիմնականում պահպանում էր իր քվոտան, սակայն հետո իրավիճակը փոխվեց, քվոտան աճեց, իսկ իրական արդյունահանումը սկսեց նվազել։ 2025 թվականի ավարտին Վրաստանում շինարարության արժեքը բարձրացել է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն դեկտեմբերին շինարարության արժեքի ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.7%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 5.2%։ Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 15.3% աճով։ Եվրոպական հանձնաժողովը առարկություններ է ներկայացրել Meta ընկերությանը WhatsApp-ում երրորդ կողմի արհեստական բանականության օգնականների արգելքի պատճառով։ Կարգավորիչը կարծում է, որ այդ քայլը կարող է խախտել Եվրամիության մրցակցային կանոնները։ 2026 թվականի հունվարի 15-ից WhatsApp-ում թույլատրված է միայն Meta-ի սեփական արհեստական բանականության օգնականը Meta AI-ը։ Եվրահանձնաժողովը մտադիր է կիրառել ժամանակավոր միջոցներ շուկային հնարավոր վնասը կանխելու համար և արդեն սկսել է պաշտոնական քննություն։ Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է հարկային եկամուտների 14% կամ 334 միլիարդ դրամի աճ, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 225 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր։ Զուգահեռ նաև հարկ վճարողներին վերադարձվել է 409 միլիարդ դրամ։ Այստեղ առանձնահատուկ աչքի է ընկնում հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձը։ Այս տարի ևս պաշտոնական կանխատեսումները դրական են։ Եթե վերադարձնենք 20%-ից ավել վերադարձների աճ ենք ունեցել հունվարին, բայց պետք է նկատի ունենանք, որ առաջիկա ամիսներին արագացման միտում է ունենալու հարկային եկամուտների աճերը,
Աշխատատեղերի թիվն էլ նախորդ տարի հասել է 823,000, որը 5.7%-ով ավելի է 2024 թվականից։ Ցուցանիշների նման դինամիկան պետական եկամուտների կոմիտեի նախագահը բացատրում է վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։ Մենք այցերը հարկվճարողներին նվազեցրել ենք եւ շփում ենթադրող ստուգումների քանակը նվազել է, բայց դրան հակառակ էապես ավելացել է վերլուծական գործիքակազմի կիրառված վերլուծական գործիքների քանակը 52,746-ից 55,680։ Հայտարարագրի համար կառավարության որոշմամբ սահմանված չհարկվող եկամտի 300,000 դրամի շեմը կփոխվի, թե ոչ, պարզ կդառնա նոր օրինագծով։ Վարկերի եւ ապառիկների վերաբերյալ տեղեկություններն էլ պարտադիր չէ լրացնել հայտարարագրում։ Բանկային տվյալների մեջ առավել կարևոր է ավանջների կամ առևտրի դիմաց ստացվող եկամտի մասին տեղեկությունը։ Այս տարի թոշակառուները եւս հայտարարագրելու են իրենց եկամուտները։ Մենք նաեւ նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների եւ կենսաթոշակների մասին, այսինքն տարվա ընթացքում դա կունենանք։ Վերջին շրջանի ամենակննարկվող թեմաներից մեկին Թրամփի ուղուն նաև ՊԵԿ նախագահն անդրադարձավ։ Թրամփի ուղու դեպքում մաքսային ծառայություն գործելու է եւ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը։ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ էլ կենտրոն է հիմնվելու, որը հնարավորություն է տալու խելացի ձևով մոնիթորինգ անել ցամաքային բոլոր անցակետերի ռենտգեն սարքերը։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024 թվականի համեմատ նվազել է 1 միավորով, կազմելով 46 միավոր։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով Հայաստանի ցուցանիշը 2025 թվականին շարունակել է գերազանցել հարևան երկրների եւ Եվրասիական տնտեսական միուս անդամ երկրների ցուցանիշները, բացառությամբ Վրաստանի։